Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ հետևելու համար։ Իսկ այսօրվա հաղորդում ուզում սկսեմ հետևյալ հաղթողների Ժոզեֆ Շուբերի, որն ասում է ազգերն ապրում են իրենց իդեալներով եւ մահանում են զիջումներով։ Հետաքրքիր զուգադիպությամբ սա այն է, ինչ որ իրականացվում է այսօր մեր նկատմամբ։ Այսինքն համոզում են հրաժարվել, քարոզում են հրաժարվել մեր իդեալներից եւ համոզում են զիջումների գնալ, որը բերում է մահվան։ Այս ազգը պետականությունը սպանելու գործընթացը Փաշինյան Նիկոլը տանում է բոլոր շերտերի վրա, սկսած բանակ, քարոզչություն, մինչև էկոլոգիա, էկոցիդ։ Այն ինչ որ այսօր մենք նաև խոսալու ենք դրա մասին, ազգի նորից եմ կրկնում, եթե մարդկա դեռ չի հասկացել ու մտածում է, որ սա չափազանցություն է, որ դեռ ինչ որ բան կա, որ ինքը չգիտի, գուցե հնարավոր չի մարդ այսքան տականք լինի այս լուսավոր դարում, հա, մեզ մահվան են տանում բոլոր շերտերի վրա, եւ գաղափարական, եւ իդեալների, եւ հոգեվոր, եւ ֆիզիկական, եւ էկոլոգիական։ Երեք ես հաղորդման ընթացքում խոսել էի Grant Kennedy-ի մասին, որ ենթադրում է, որ այս ապրանքի արտադրողը ինքն է։ Այսօր պարզվել է, որ այս ապրանքատեսակը չի պատկանում Grant Kennedy-ին։ Ես որոշեցի սա մասին կարճ անդրադառնալ ու նոր անցնել հաջորդ թեմային։ Պարզվում է սա ուրիշ արտադրող է։ Չնայած բոլոր գույները համընկնում են, սա ուղղակի խաբեություն է, ասենց ասեմ։ Ես ուղղակի հիշեցի, որ մի 10 տարի առաջ իմ ծանոթներից մեկը փորձել էր Հայաստանում շոկոլադ արտադրել։ Շոկոլադ։ Ես տեսա հոսքակից ամեն ինչ, ապրանքը կարգին որակի եւ մտածում էր արտադրության մասին։ 1-2 խանութ անելուց հետո Grant Kennedy-ին դատի էր տվել եւ հասավ դատարանում նրան, որ այդ արտադրությունը փակվեց։ Հիմնավորելով, որ պիտակի վրա գույներ կան, որոնք գրանցված են Grant Kennedy-ի մոտ։ Որ նայում ես ընդհանրապես այն ժամանակ որ նայում եք ոչ մի ընդհանուր բան չկար, բայց Grant Kennedy-ին հասավ նրան, որ այդ շոկոլադի արտադրությունը փակվեց։ Հիմա այս տարերի վրա եթե ուղղակի sense հերվիսն է, սա Grant Kennedy-ն է։ Նույնիսկ ֆոնտերն է նույնը, գույներն է նույնը, ամեն ինչ նույնն է։ Ամեն դեպքում ասում են իրենք չի։ Լավ է որ իրենք չի։ Ես կարծում եմ հաջորդ քայլով ինչպես Grant Kennedy-ին 10 տարի առաջ սպանեց այն արտադրությունը, հիմա կարող նույն արդեն ավելի հիմնավոր դատական ընթացքով հասնի նրան, որ սա ուղղակի վերանա շուկայից։ Եվ իհարկե սա միայն Grant Kennedy-ի գործը չի, սա նաև Հայաստանում երեխաների պաշտպանության, մի խոսքով սիգարետի հակաքարոզի այս հիմնավորումով զբաղվող հիմնարկների գործն է, որոնք պետքա շտապ լծվեն սա արտադրությունից եւ սպառման շուկայից հանելու եւ ընդհանրապես այս կազմակերպիչներն են բնականաբար տուգանք կամ չգիտեմ ինչ հասնում իրանց օրենքով։ Անպայման դա պետքա իրականացվի։ Իսկ ինչ վերաբերում է Grant Kennedy-ի Արարատ անունով սիգարետի եւ Արարատ անունով ապրանքների արտադրությանը, այն հանգամանքը, որ ասում են ինքը սիգարետները հանելա, բայց դա փոխարեն ասում են կրկին, որ մտցրել է Արարատ անունով շոկոլադներ։ Ես չեմ տեսել, եթե դուք տեսել եք, ուրեմն կեցեն իրենք։ Սա Grant Kennedy-ին չի պատկանում փաստորեն։ Եվ սպասում եմ Grant Kennedy-ի դատավարական process-ը բողոքը իրենց ապրանքանիշը կեղծելու մասով։ Հիմա անցնենք մեր թեմաներին։ Եվ այսպես ես ասում սրանք Հայաստանը սպանում են բոլոր ոլորտների, բոլոր մակարդակների վրա։ Մարդիկ ընկալում են սա չափազանցություն կամ տվյալ օրվա իշխանություններին վարկաբեկելու եւ ինչպես իրենք են ասում, իրենց վրա ցեխ շպրտելու process։ Սա չափազանցություն չի եւ ցեխել չի։ Սա էկոսիդ է։ Սա ցեղասպանություն է Հայաստանի նկատմամբ։ Եվ այսպես այս հանցագործը, որը կրում է սաղավարտ, ինժեներական, շինարարական ժիլետ, հայտարարում է, որ 840 միլիոնի շրջանառություն, 145 միլիոնի հարկ պետական բյուջե, 1000 պլյուս աշխատատեղ, 12.5% մասնաբաժին։ Այս ամեն ինչը 10 տարվա, թե 20 տարվա ընթացքում է լինում։ Պատկերացնում եք ինչ մասնա խոսքը։ 145 միլիոն դոլար։
տասնյակ տարիների ընթացքում իբրես է փողը այն պարագայում, որ իրանք ավելացնում են Հայաստանի պարտքը տարեկան 1 միլիարդ սա հանցագործություն է։ Ընդ որում բազմաշերտ հանցագործություն է։ Ես ուղղակի ձեզ մի բան եմ ուզում հիշեցնեմ, որ շահագործումը արգելված էր դատարանի որոշմամբ։ Խնդրեմ։ Դատարանը մերժել է Լիդիա Նալմինյայի հայցան դեմ Ամոսարի պահապանների։ Դատարանը արգելել է շահագործել Ամուսարը։ Հայաստանի կառավարությունը փաստացի հայտարարեց, իրականացրեց, ինքը հայտարարել էր, հիմա իրականացրեց, որ չի ճանաչում Հայաստանի Հանրապետության դատարանի որոշումները։ Հիմա այստեղ հարց է առաջանում։ Պետությունն է անօրինական, թե դատարանն է անօրինական։ Չեն կարող երկուսն էլ օրինական լինել։ Բացառվում է։ Եթե պետությունը չի ճանաչում դատարանի որոշումը, ուրեմն դատարանը անօրինական է։ Հետևաբար դատարանի կայացած բոլոր որոշումները, բոլոր, ինչքան քաղբանտարկյալներ ունենք, ինչքան բանտարկյալներ ունենք, արդար, անարդար, էական չի։ Բայց եթե այս դատարանը անօրինական է, նշանակում է իր կայացած բոլոր որոշումները անօրինական են։ Սկսած երեկվա Արսեն Ղուկասյանի կալանավորումից, կներեք, ես երեք Արսեն Ղազարյան եմ ասել, բայց Ղուկասյան է ինքը։ Սկսած եղբայր եւ որդի կորցրած Արսեն Ղուկասյանի կալանավորումից սկսած, որտեղ վերջի թարմներն եմ ասում, մինչև Սամվել Կարապետյան, մինչև սրբազաններ, մինչև բոլորի կալանավորումը փաստորեն անօրինական է։ Եթե դատարանը օրինական է այդ որոշումները, ասենք դատարանը օրինական է եւ էլ որոշումներն էլ օրինական են եւ իրանք պետքա մնան կալանքի տակ, նշանակում է կառավարությունն է անօրինական։ Չի կարող երկուսն էլ օրինական լինել։ Հա? Ընդ կա դատարանի արգելանք, ստե կա կառավարության իրականացում։ Այսինքն դա կառավարությունը հրաժարվում է կատարել դատարանի որոշումը։ Սա գիտեք ինչ է, սա աննորմալ վիճակ է, սա ճաշակի ոլորտից չի, սա քաղաքական նախընտրություններից չի։ Ցանկացած Նիկոլյան պրոպագանդիստ, աջակից, հիացած իր մարգարեությամբ, գործունեությամբ, ցանկացած մեկին կանգնեցեք, դրեք ասեք, կա դատարանի որոշում, որով արգելվում է Ամուսանի եւ ոչ միայն դա, արբիտրաժով է արգելված։ Բոլոր տեսակի զեկույցներով արգելված է եւ դատարանն էլ բանը որոշում է կայացրել, որ իրավունք չունի Լիդիանը շահագործել այդ հանքը։ Կառավարությունը արել է։ Հիմա ով է անօրինական Հայաստանում, կառավարությունը թե դատարանը։ Թող այդ պրոպագանդիստները պատասխանեն այդ հարցին։ Ոնց պատասխանեն, իրանք հանցագործ են դուրս գալիս։ Ոնց պատասխանեն։ Այս հարցը պատասխան է ուզում։ Մենք չենք կարող այս վիճակով գնալ ընտրությունների։ Մենք չենք կարող այս վիճակով համարել, որ մենք պետություն ունենք։ Այս վիճակը հիմա բոլոր քաղաքական ուժերը, բոլորի հայտարարությունների մեջ վաղը պետքա գնա միջազգային բոլոր կառույցներին, որ մենք գործ ունենք մի երկրում, մենք ապրում ենք մի երկրում, դուք շփվում եք մի երկրի հետ, որտեղ կառավարությունը արհամարում է դատարանի որոշումը, որ ինքնին նշանակում է, այս երկիրը անօրինական է իր բոլոր որոշումների մեջ, պայմանագրերի մեջ, դատարանի կայացած որոշումների, մի խոսքով, թե ընդդիմադիր դաշտը, ես չգիտեմ, կարժե է դաշտին ընդդիմադիր ասել, թե չէ, բայց մենք նախընտրական փուլում ենք, մարդիկ կան, ասում են մենք ընդդիմադիր ենք, խնդրեմ, դուք ընդդիմադիր եք, վաղվանից սկսած, մինչև ընտրության օր, բոլոր հնարավոր միկրոֆոններից պետք է այս ձենը հնչի, որ այս կառավարությունը անօրինական է։ Այս կառավարությունը արհամարում է դատարանի որոշումը։ Հիմա ուրեմն դատարանի որոշումներն անօրինական։ Եթե դատարանը անօրինական են, չեն այդ մարդիկ կալանավորված։ Ինչի է ոստիկանությունը իրականացնում դատարանների որոշումը։ Եթե դատարանը օրինական է, թող կալանավորի այս որփին։ Ինչի չի կալանավորում այս սրան, որը կառավարության բանը, անդամ է էկոնոմիկայի նախարարը։ Սա վաղը պետք է կալանավորվի։ Հարգելի դատախազություն կներեք, որ ձեզ հարգելի եմ ասում։
Դատախազություն ԱԱԾ քնչական մի խոսքով օրինապահ մինը եթե դուք սա բառը չկալանավորեք սա խախտել է դատանի որոշումը իրականացել է գործողություն որը արգելված է դատանի կողմից եթե բառը սա չկալանավորվի ուրեմն դուք բոլորդ հանցագործեք կամ հանցակից որը մեկը նույն հաշվով նույն բանն է սա իրավական մասն եմ ասում ընդհանրապես իսկ հիմա գնանք սրա բանի արդեն հետևանքների մասին խոսենք տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում თუ ես իրենց կցիտեմ հետո ես կկարդամ այն ինչը որ գրված է որպես հետևանքներ մասնագիտական վերլուծության մեջ եւ այսպես ձեռնարկատես Սամվել Հովհաննիսյանը իր Facebook-յան էջում գրում է մեր երկրում ուր թունաքիմիկատները մտքերի միջոցով արագ սպանում են բոլորին սրա մասին զեկուցել չէ որ Հայաստանում մտքերի բանջարեղենների մեջ չափազանցված քանակով թունաքիմիկատներ կան ես միշտ ասել եմ Հայաստանը որ ասում են էկոլոգիապես մաքուր տեղ է դա վաղուց այդպես չի դա սուտ է մեծ սուտ է Հայաստանում ամենաբարձր աշխարհում ամենաբարձր քարսկերի ցուցանիշն է ու այսօր բացում են հերթական հանքը հիմա նայեք բացում են ամուսարի հանքը որը սպառնում ենք անդառնալի վնաս հասցնել բնությանը ելով կայացելի ջերմուկ այսինքն ջերմուկ որպես առողջարան դա վերանում է վերջ ջերմուկը որպես առողջարան որպես քաղաք որպես տարածաշրջան ինքը դառնում է թունավոր ապրելու համար ոչ պիտանի այդ չեմ ասում դեղի աղբյուրները բայց անցնենք առաջ տգետները ոչինչ չեն կարողանում կառավարել մեր երկիրը չեն սիրում նրանք տգետներ չեն նրանք հանցագործներ են ես չեմ հանձնվում իհարկե եւ ինչքան էներգիա ունեմ պայքարելու եմ որ մեր երկիրը լինի մաքուր կանաչ եւ երջանիկ հիմա գնանք ես ուզում եմ ձեր համար կարդամ մասնագիտական եզրակացությունը սա ինչերի է բերելու չեմ ուրեմն հետևանքները ուշադիր լսեք ջրի աղտոտում ներքին ջրային ռիսկեր ստորերկրա եւ մակերևութային ջրերը կարող են դառնալ աղտոտված թթուների տոքսիկների ծանր մետաղների եւ ցիանիդի արտադրող այսինքն մեր ջուրը որտեղից այդ հայտնի ջերմուկի ջուրը ասի հայտնի ջերմուկի ջուրը դառնալու է ցիանիդով հարուստ ջուր վերջ այսինքն այն որ բաներով ֆուրերով կանտերներով ուղարկում էին Լոս Անջելես Մոսկվա բրծավ մոռացան ջերմուկի մասին եւ ոչ միայն ջերմուկի մասին եք մոռանում հիմա վտանգավոր Արփասեվան ճանապարհով էլ աղտոտված ջրերը կհոսեն դեպի Սևանալիճ, այսինքն Սևանալիճ, որը հետագայում բորոքելու է ամբողջ Արարատյան դաշտը։ Անդերի բանը էկոլոգիան, ֆլորա-ֆաունան, ձկնատեսակներ, բուսատեսակներ, ամեն ինչ վերանալու է։ 145 միլիոն դոլարին։ Հասկանում եք։ Այն պետությունը չէ, ստականքների գրպաններն Արամ Սարգսյանին հիշում եք, գիտեք Արամ Սարգսյանով, հա։ Զավենովնա, Վազգեն Սարգսյանի եղբայրը Նիկոլի Հարճը, հիշում եք, չէ՞ Արամ Սարգսյանը։ Հիշում եք, ինքն է սրա ամենաակտիվ քարոզիչը։ 145 միլիոն դոլար որ իրանք աշխատեն, ամբողջ Հայաստանը պատրաստ են սպանելու։ Ջերմուկ, Սևան, Արարատյան դաշտ, ամեն ինչ։ Ու դա ոնց ասեմ, սա չափազանցություն չի։ Եթե մի հատ սար է ստալի թշնամուն դիրք է ստալի, վաղը կարաս հետ բերես։ Նույնիսկ Արցախը կարելի է հետ բերել, սպանված երկիրը թունավորված, չի հետ բերելու, տե մարդ չի ապրելու։ Վերջացավ, մենք ուղղակի կորցնում ենք Հայաստանը։ Ինչ մեղդի է։ Ինչ մեղդի սա ավելի մեծ կորբան է։ Ատոմային ռումբ է մեր երկրում պայթող սա։ Փոշին։ Դա մենակ ջրով չի գնում։ Փոշին, այդ մետաղյա փոշին, այդ շահագործումից փոշին ավիրելու ամբողջ ֆաունան կողքի։ Ես կարող եմ էլ ինչ ազդեցություն ունենալու տարածաշրջանում շնչառական ինչ հետևանքներ թողելու քարսկերի նոր աղբյուր, ամբողջ վայոց ձոր, ջերմուկ, ինչ կա շուրջը, ինչ կա։
այդ օդը դառնում է էլ չշնչելու։ Մարդիկ առողջարան չունեն։ Ջերմուկի նման մեկտեղ ունենք, սարքում ենք իրան, ոսրանք ոսկի տանեն կիլոներով կամ տոննաներով։ Ասկին երկիրը ծախեցին, քիչ է։ Ինչ որ մարդկանց քիչ է։ Հիմա երկիրը սպանելով ծախում են ինչ որ կա։ Գիտեք, Հայաստանում էլի կան գործողություններ։ Ոչ մի հանքի շահագործում այս կարգի հետևանքներով, վտանգներով այդքան հարուստ չի։ Այսինքն մենք ունենք բան կապանում չէ հանք։ Ագարակը կա։ 600 հանք կա աշխատում Հայաստանում։ 600։ Հիմա ես հարց եմ տալի։ Վտանգը կա, այս թունավորումը, որ այսենց բրքել բանջարեղենի մեջ այս ամբողջ տոքսիկները կան, դա կա։ Սա վերջն է։ Սա վերջն է, պատկերացեք այն աստիճան, որ Հայաստանի դատարանն է ասում, չի կարելի։ Սրանք ասում են կարելի է, որովհետև մեր համար այս մի երկու տարին է պետք փախցնել։ Ինչ հնարավոր է։ Նույնիսկ Լիզյանը սննկացած, բոմժ, բան չկա, փող չուներ, Հայաստանի բանկերը ֆինանսավորեցին։ Ես խնդրում եմ, ես այս կորը ունենալու եմ զրույց մասնագետների հետ ու պարզելու եմ, որ բանկերն են ֆինանսավորել։ Բանկերը մի քանիսը հրաժարվեցին այս պրոյեկտը ֆինանսավորելուց, ասեցին մենք մեր փողը Հայաստանը քանդելու համար չենք տա։ Բայց գտնվել է բանկ, վաղ իմանալու եմ այդ բանկը որն է։ Շատ մեծ հավանականությամբ Գրզոյի բանկն է։ Գրզոյի բանկն է, Մեհեջ Գրիգորյանի բանկն է, բայց հիմա չեմ պնդում կլինի բանը, ես կասեմ ովքեր են Հայաստանը սպանողները, սա տեսեք Արցախի կորուստը սոսկալի բան էր, բայց Արցախը կա, հասկանում եք, դա մի օր կարելի է հետ բերել, այս վերջն է, ոնց որ վերցնես ատոմային ռումբ պայթացնես այդ տարածքում, որի հետևանքները այդ թույների տասնյակ տարիներ են գնալու, բայց ով է ապրելու դե տասնյակ տարիներ, ինչ է մնալու դեպից, էլ պետք չի որ դե բանը Սյունիք գրավեն, դե մարդ չի մնալու, մարդ գալիս է ապրի ինչ անին դեր, թույնը շնչի, այդ չեմ ասում տեղով չի եզապակվելու, այդ Արփասեվանով գնում է ու ամբողջ թվում է թեր այդ Երևանում ապրող մարդին դրանից հեչ, հա, որ դու Երևանում ես ապրում, դե գրողին անդեր Սամուրսանից այդ հերույա, ինձ ինչ, ոչ, աղբյուրներով, ջրերով, Սևանով, ոռոգումով գալու է մտնի քո տունը, այդ ջուրը խառնվելու է այն ջրի հետ, որը գարնից գալիս է հավաքվում է ինչ-որ կենտրոններ ու գալիս է մտնում է քո տուն, դու չես կարա ֆիլտրներով էդի վերացնես։ Հայաստանում դառնում է ուղղակի պատկերացնում ատոմային ռումբը պայթացա քո կողքը դու նստած ես հանգիստ։ Այդ այա լինել։ Ձեզ եմ ուզում ներկայացնեմ Թերմինե Ենոքյանի գրառում ես առումով։ Հանցագործը երկրի ղեկին է, հեռացնող չկա, ընդդիմությունն նույն որակի է հանցագործը։ Ոչ դատարանի որոշումը, ոչ էլ արդի եզրակացությունը, ոչ Բեռնի կոնվենցիան պահանջը, ոչ Օրհուսի կոնվենցիան չկանգնեցին հանցագործ ընկերության ու Նիկոլի նման տականքին։ Սա վիրավորանք չէ։ Սա վիրավորանք չի, սա տականք բառը ամբողջությամբ չի կարող բնորոշել նրան, ով սա իրականացնում է։ Նույնիսկ սրանց աջակցողներին տականք բառը չի կարող ամբողջությամբ բնորոշել։ Չկա հայերենում այդպես բառ գոյություն չունի։ Կներեք, բայց այլ առողջությունը վերականգնելու համար չգնաք ջերմուկ։ Անգամ ապրելու համար դա պիտանի տեղ չի։ Քարսկերի պես այն քայքայելու է եւ քաղաքը եւ ձեր առողջությունը եւ կյանքը։ Ես էլ չեմ խոսում անհատական ներդրումների, ոչ այգիների արտադրած մթերքի, ոչ էլ խոշոր առողջանային բիզնեսի ներդրողների մասին։ Մեր երկրում հանցագործը երկրի ղեկին է։ Հեռացնող չկա, որովհետեւ ձևական հայտ ներկայացնող ընդդիմությունները նույնիսկ ոլորտի է, նույն հանցագործներն են։ Սա տեղի ունեցավ իշխանության եւ կենտրոնական կառավարող ուժի թույլտվությամբ, տեղի բնակիչներին վախեցնելով հարյուրավոր դատական գործերով,
գործեր բացելով, ճնշելով, վախեցնելով։ Ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ ամուլ սարի կռիվը այս անառակի ծնունդները այս ինկուբատորում մեծացածները սկսել էին դեռ 20 թվականի պատերազմից առաջ։ 20 թվականի պատերազմից առաջ դեռ սկսել էին կռիվը որեսի բացեն։ Այն ժամանակ հսկայական բան կար, ռեսուրս կար պահապանների, հա, հիշում եք, չէ՞, կռիվները ոստիկանության հետ, այնտեղ բանդիտների հետ, զինված մարդիկ, որոնք ոչ մի թույլտվություն չունեն զենք կրելու, բայց պահեցին տղեկը։ Այդ տղեկին տարան սպանեցին 24 օրյայի ժամանակ։ Հիմա է պաշտպանող չկա։ Քանդեք ախպեր, այդ մեր երկիրը պետք չի, ինչն է սա պետք ջերմուկ է։ Հենա կիլոյով տոննայով ոսկին կտանեն գրողին հետո, թե ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ այս բանով ապրող կառավարությունն է սա։ Սա կառավարություն չի, սա բանդիտների, հանցագործների խունտա է։ Բոլոր նրանց հետ, ովքեր լոյալ են սրանց նկատմամբ եւ աջակցում են առանց բացառությամբ, առանց որևէ ինչ որ չգիտեմ ներողամտության։ Ում գիտեք սա հերթական տականքն է, որ հայտարարում էր օգոստոս սեպտեմբեր ամիսները մեզ մոտ օդի որակը գերազանց կամ լավ միջակայքում է։ Սրանք նույն ձևի հիմա ասում են, որ ռիսկերը կառավարվող է։ Անենց եք անելու, որ թույնը, որ լցվեց հողի մեջ, մենք հետևելու ենք այդ թույնը ուրա գնալու։ Մենք կառավարելու ենք։ Սրանք այլանդակած Հայաստանի օդը, Երևանի օդը, խնդրեմ, օգոստոս սեպտեմբեր ամիսներին մեզ օդի որակը գերազանց է լինելու, գերազանց։ Այսպես։ Այն քիչ էր փոշին անկանոն, անտեր շինարարությունը, ծառերի բացակայությունը, այդ վիճակում միջև այսօր ծառեր են կտրում։ Հասկանում եք, սրանք սպանում են երկիրը։ Սա չափազանցություն չի։ Սա դառը իրականությունն է։ Եվ այն Վիգեն ավետիցները ոչ են տեսնում։ Սա ինչ ասեմ։ Երբ քնում արտանում են այն երազանքով, երբ այս վերջի երկիրը մեռնելու գնա ուղղակի, էլի։ Դառնա ապրելու համար, նույնիսկ Թուրքի համար ապրելու համար ոչ պիտանի։ Թուրքը գալիս է, ինչ անի թունավորված տարածքը։ Կարող է քանդելու շահագործման արդյունքում են թուրքերը, որ մտել են ջերմուկ, դրան գնան վախից։ Ով կգա ստե ապրելու։ Մարդ բարոյական եւ մտավոր ոչ կատեգորիայի վրա պետք է լինի, որ դեռ սրանց արտացել լուրջ ընդունի եւ վստահի սրանց։ Որ եթե ինքը վերջնական վերջացած տականք չի։ Արա ուրիշ բառ չկա, ուղղակի ես չեմ կարող ասել։ Չկա, ես ազնիվ խոսք։ Ես անդադ մտածում եմ, ոնց ինչով փոխարինես այդ բառը։ Շատ եմ ասում, էլի։ Ես ինձանից նեղանում եմ։ Ես իմ աչքից ընկնում եմ այդ բառն օգտագործելու համար, բայց ես ուրիշ բառ չեմ գտնում։ Ինձ ասեք, խորհուրդ տվեք, գրեք, ես ինչ բառ օգտագործեմ, չի լինում։ Հիշում եք, ամիսներ առաջ Ճիվաղը գրագուն գլխավոր տականքը գնացել էր Էստոնիա։ Հիշում եք։ Այնտեղ եկեղեցում իրան բանը ընդունեցին, մենք էլ հիշեցինք այդ եկեղեցուն ով է իրան ընդունող, այդ քահանան ով է, դա այն անառակ քահան էր, որին Թիֆլիսից վռնդել էին հարևանի, հարևանի թե իր քահանայի կնոջ հետ մի խոսքով բռնելու համար։ Խայտարակ վռնդել էին վրացայերը, այս վիժվածքը բերել դրել այնտեղ ու էտել երկու վիժվածք ընդունում էին իրար։ Եվ հայկական համայնքում ես զգուշացել եմ, որ դա գալու է, որ խելոք նստեք տեղներ, սա ոչ մեկ սրանց ծառայությունները չմատուցի։ Եվ այդ ժամանակ ընձեռից գրեցին, որ պարոն Հակոբյան, էդի կա, մեկը կա թաքուն աշխատում է սրա համար։ Ասացի անուն ազգանուն, բան կա դա իհարկե կա, ասացին անուն ազգանունն էլ ուղարկենք ես իմերսը կարդամ, այդ Pius, որ Pius անով մեկը դրան ինքն է զբաղվում այդ կազմակերպչական հարցերով։
Եվ ինքն է տակից էս ամեն ինչը անում։ Ես այդ ժամանակ հայտարարեցի, որ լսել եմ, որ էս բան կա, անունն է Փիրուզը, չեմ ճանաչում, ոչ մի անձնական բան թող ոչ մեկ չընդունի, բայց եթե այդպես է, դադարեք, եթե այդպես չի, ով որ անում է, թող ինքը դադարի, հա։ Այդ ժամանակ ինձ գրեցին, վայ, ինչ եք ասում, էս ուստ մարդ է, էս Փիրուզը ինքը դες բան չի կարող անել, էս ճիվաղի համար չի։ Մի խոսքով, այ մարդ ասի, ես ինչ ստանում, ես այդ եմ ասում։ Եթե Փիրուզն չի, բայց ով է։ Հա։ Սո բարձում այդ Փիրուզին նշանակել են հուտատոս։ Արգելի էստոնացիներ, էստոնահայեր, ասենց ասեմ։ Փաստորեն ձեր հուտատոսը ներկայացնում է Հայաստանի ցեղասպան, հայասպան իշխանությանը մատուցած ծառայություններ մատուցած մեկը։ Եվ մատուցող ինքն այդ մասշտաբի մատուցեց, հա, այդ մասշտաբի մատուցեց եւ արժանացավ հյուպատոսի տեղին։ Նիկոլը տենց ասում է, ալի կռացի, ինձ մարդասպանից ձեռքերը լվա, ալունը լվա, ծառայի դարձի հանցակից, ինչ ես ուզում քեզ, ամեն ինչ կտամ։ Դե հիմա մարդիկ կան, ինչ ասեմ, ոնց որ սրանք բոլորը սեփական հորնումորներ կտանեն, կթաղեն գերեզման, ամեն ինչից կհրաժարվեն, մենակ պաշտոն ունենան։ Այսինքն նույն ամբողջ օրինական համակարգը, իրավական համակարգը, ոստիկան, չգիտեմ, դատախազ, դատավոր, ՊՊՑ, ԱԱՑ, այդ հենց էլի հիմա ինչա պետք, աղբե ջան, ինձ պաշտոն տուր, ում գնամ խփեմ, ասա, ում ուրանամ, ասա։ Հիմա այդ Փիրուզը, որ ասում էին, ինքը չի, այ մարդ, ինքը մի անմեղ, մի չքնաղ, չնաշխարհիկ մարդ է, ինքը չի կարա տես բան անի։ Ոչ միայն արեց, այսօր ինքը դարձավ հյուպատոս։ Հիմա հարգելի էստոնահայեր։ Մնացածը ձեր գործն է, դուք ինչ ձև կարձագանքեք, ինչ վերաբերմունք ցույց կտաք Հայաստանի ցեղասպան իշխանություններին ծառայություններ մատուցող Փիրուզին։ Ես ձեր տեղավորոշումներ չեմ կարող իրականացնել, բայց եթե դուք չանեք, դա նշանակում է ով ինչ ուզի կարող անի մեր հետ։ Իրոք, ու անպատասխան։ Ու անպատասխան։ Ամենավատը ինձ հետ էլ անպատասխանը, այսինքն դիմացը մարդ չկա։ Դիմացը սուբյեկտ չկա էլի, չկա, սուբյեկտ չկա, ով ինչ ուզեն կարան անեն։ Պատասխանատվության ենթարկող չկա, մի հատ չրփոց նույնիսկ չեն կարող ուտեն, վստահ են, որ չեն ուտելու, հա։ Հայերական ապտակ։ Ես չեմ կարող նկարագրել ամբողջ գործիքակազմը, թե դուք ինչ կարող անեք, դուք մտածեք արդեն։ Բայց ես ենթադրում եմ, որ մի բան պետք է արի։ Եթե իհարկե համարում ենք, որ դա վատ բան է, եթե համարում ենք դե գրողին էլ նորմալ ամեն ինչ, Ամուրսարի հերն էլ անիծած, Հայաստանի հերն էլ անիծած, բարոյականության հերն էլ անիծած, հայ տեսակի հերն էլ անիծած, ամեն ինչի հերն էլ անիծած, խնդիր չկա։ Թող անեն նրանք, ովքեր այտենց չեն մտածում, որովհետև անպայման մի հոտ ա լինելու տես, որ տենց են մտածելու է։ Այո, մի նեղացեք, հոտ, որի համար միևնույնն է իր հետ ինչ են անում։ Մարդ, որ ինքը չի ուզում սեփական ճակատագրի, դարբինը լինի։ Հանդակագործը սեփական ճակատագիրը իր ձեռքով սենց պլաստիկի նման սենց խաղահետը դզի նայ չէ, էսի մի քիչ լավ չի։ Մի քիչ ուղղ է, մի քիչ ձև տա, մի քիչ բովանդակություն տա։ Չէ, հոտի նման գնում է դիմացից ուր տարան, այսպես։ Մնացածը դու գիտեք։ Ես այսօր արդեն երեք շաբաթ օրը հրավիրել էի վարչապետի տեխնացու Հայկ Մանասյանին ուղիղ եթերում հարցու պատասխան։ Եվ ես մտածում եմ փորձելու եմ բոլոր հնարավոր տեխնացուներին անկախ դուք կհավանեք, չեք հավանի, ինձ կներեք դրա համար, բայց իրանք թող գան, թող խոսեն ձեր հետ, ասեն դուք մի հավանեք կամ հավանեք, բայց սա լավագույն ձևն եմ ես համարում լավագույն ձևը մարդուն ճանաչելու համար։ Եվ պլյուս ես այդ ընթացքում նաև դնում եմ քվեարկություն, կոնկրետ ասենք այսօրվա երեկվա կներեք Հայկ Մանասյանը, որը ինքը ոչ ամենաճանաչված քաղաքական գործիչն է, ոչ ամենափորձառու քաղաքական գործիչն է, ոչ կուսակցության ղեկավարը չէ։ Ինքը ակտիվ քաղաքացի է
հետնել ուսումնասիրում սահմանադրություն, սահմանադրագիտությամբ զբաղվում, մասնագիտության բժիշկ, իր ռեսուրսով իր պատկերացումները փորձում եմ Իվան անի, որ իմ կարծիքով շատ լավ է։ Ուր է Հայաստանում ամեն մի քաղաքացի սովորել օրենքները, սովորել սահմանադրությունը, թող իր չափ վատ աներ։ Հա։ Երկու բան ասա հետապնդում։ Ես մի կողմից այդ նույնիսկ ամենաամփորձ անճանաչված տեխնացուին դնում եմ համեմատության մեջ ներկա կառավարության ներկայացի հետ, բանի ձևով, քվեարկության ձևով, մյուս կողմից ցույց ենք տալիս մենք ինչ ունենք քաղաքական դաշտում։ Եվ այսպես այսօրվա քվեարկության արդյունքներում ես հիմա թարմոսներ որ դրանք քանի հոգի մասնակցել։ Այսօր մի քանի ժամ առաջ է եղել ընդհանրապես։ Հա 4000 հիանալի արդյունքը։ Մի 7-8 ժամվա համար, քանի ժամ, 13 ժամ։ 13 ժամվա համար ընդհանրապես 3 անուն ասել, էլի, շատ պոպուլյար չի։ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան եւ Հայկ Մանասյան։ Եվ այսպես 4000 քվեարկությունը արդյունքում Նիկոլ Փաշինյանը համեմատած Հայկ Մանասյանի նույնից եմ կրկնում, համեմատած ամեն ինչ համեմատության մեջ է, չէ՞ գեղեցիկ։ 18% է։ Քոչարյան Ռոբերտը 15% է։ Հայկ Մանասյանը 67% է, այսինքն մոտավորապես 4 անգամ ամենաամփորձ քաղաքական գործիչը մեր մոտ, ամենավոչ պոպուլյար, չասեմ ամենավոչ պոպուլյար տոներից Հայկ Մանասյանը, բայց Հայկ ինքը ամենապոպուլյարը չէ, նույնիսկ չլինելով ամենապոպուլյար քաղաքական գործիչ, էլի 4 անգամ ավելի շատ վստահություն ունի, քան Փաշինյան Նիկոլը։ Սա ինչի համար, ես վաղը ով էլ ուզում է լինի, ես օրինակ ուղարկել եմ հրավեր Արման Թաթոյանին, ես կնայեմ ելով կա քաղաքական դաշտում, ինձ գրել են Նիրա Կարապետյանցին ինչի չեմ հրավիրում, Նիրա Կարապետյանցին 2 շաբաթ առաջ եմ հրավիրել, եւ ոչ միայն իրենք թիմով էին։ Բայց չի նշանակում, որ էլի չեմ հրավիրի։ Մի խոսքով, ես բոլորին հերթով դնել եմ համեմատության մեջ, որ Փաշինյան Նիկոլը տեսնի, որ անկախ նրանից այդ հարաբերությունների մեջ մեկը մեկին ընդդիմադիր դաշտում ինչ ռեյտինգ ունեն, որ ամենանույնիսկ ցածր ռեյտինգով մարդը իրանից անգամներ ավել շատ է լինելու։ Անգամներ, ոչ թե 1-2%-ի չափով, անգամներ, որտեղ այս ժողովուրդը, մեր ժողովուրդը մի բան ասում, սանից բացնի ազատվի։ Ազատվի սանից, բայց իմ համար այդ ազատվելը քիչ է։ Իմ համար շատ կարևոր է ազատվելուց հետո ինչ ալին։ Եթե իհարկե մենք հասցնենք, սրանք ամուսար են քանդում արդեն։ Սրանք սպանում են ժողովուրդ Հայաստանը։ Ուրիշ բանա որ քո ձեռն են կոտրում, ուրիշ բանա որ քեզ թունավորում են։ Հասկանում եք, ձեռը կնորոգվի, պատը քանդած, կարելի է վերականգնել։ Թունավորված մարմինը, ցիանիդով թունավորված մարմինը չի բուժվում։ Տասնյակ, 50, 60, 100 տարի է պետք դրա համար։ Ով է մնալու այդքան Հայաստանում, ո՞նց։ Իմիջիալոց այսօր ես երեկոյան ժամը 7-ին Երևանի ժամանակով ուղիղ եթեր մեր ամեն կիրակի sense տրադիցիոն արդեն ամեն կիրակի օրը մենք նույն ժամին ունենալու ենք ուղիղ եթեր հանդիպում ինձ հետ։ Ես կաշխատեմ պատասխանել ձեր արդեն ստացված հարցերին եւ այդ պահին եկած հարցերին։ Այնպես որ այն ինչի մասին ես չեմ հասցնում խոսեմ այս բաների ընթացքում, դրան որոշել եմ միջև Աստված ինձ ուղղակի համբերություն եւ առողջություն տա այդքան, միջև ընտրություն ամեն կիրակի նույն ժամը 7-ին Երևանի ժամանակով պատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Գնանք առաջ։ Սրան ասեք։ Ես ինձ ընկալում եմ հետևյալ ձևով, ես քաղաքականության մեջ կլինեմ այնքան ժամանակ, ինչքան պարոն Փաշինյանը կլինի քաղաքականության մեջ։ Ես չեմ կարծում, որ այն պահին, երբ որ վարչապետը Փաշինյանը կդադարի քաղաքականության մեջ լինել, ես կշարունակեմ։ Լինի դա թեկուզ վաղը, լինեմ ես, չգիտեմ, ոչ թե հիմա 45 եմ, լինի ես նույնիսկ 25 տարեկան, ես այլևս մեկ ընդմիշտ սերտ կապված եմ Նիկոլ Փաշինյանի հետ, քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, որտեղ ես կուսակցության հիմնադիրներից մեկն եմ, եւ կներեք ճամբար փոխել, առանձին քաղաքական կարիերա սկսել, ցանկություն չունեմ։ Ամենակարևոր բառը սերտ կապվածությունն էր։ Այո, ոչինչ մարդկանց այնքան չի կապում, ինչքան միասին կատարած հանցագործությունը։
Մենք դա գիտենք։ Մենք դա գիտենք։ Այն որ Փաշինյան Նիկոլից հետո դու էլ անելու բան չունես, մենք դա էլ գիտենք։ Ուղղակի հարցն է Փաշինյան Նիկոլից հետո դուք որտեղ եք լինել։ Այդ է կարևոր։ Ամենակարևորը այսօրվա համար դա է։ Իհարկե դուք բան չունեք։ Իշխանությունը հենց ընկավ ձեր ձեռքից, իհարկե դուք անելիք չունեք։ Դուք նույնիսկ չեք հասցնի ճամբար փոխեք։ Ինչ ճամբար փոխել։ Դուք պետք է մտածեք կամերա փոխելու մասին, խուց փոխելու մասին, ավելի լավ խուց ընկնելու մասին, ինչ ճամբար փոխելու մասին է խոսքը։ Ձեզով է թողելու, որ դուք սահման ճամբար փոխեք։ Իսկ ամենավատ պատիժը գիտեք որն է ձեր համար։ Ամենավատ պատիժը այն որ ինքը իր ձայնին տալիս է անկեղծ մարդու, անկեղծ զրույցեր, ինքը պատկեշտ մարդ է եւ ինքը ճամբարափոխությամբ չի զբաղվելու եւ Նիկոլ Փաշինյանը կողքից ընկում չի լինում, այո, էլի չէ, գնալու տեղը չունես, քեզ ով է թողել գնաս։ Բայց մի բան կա, որ կյանքում դու չես կարող անես։ Կյանքում չես կարող նստես, ուղղակի մարդու նման խոսես։ Դուք ձեր ապրած կյանքով արած գործողություններով ուղղակի դուք ստիպված անդադ ձեր շուրջը պետք է նայեք։ Անդադ պետք է ձեր ռեյտինգները նայեք, անդադ պետք է այն sense տուալետ մտնելուց առաջ ձեր ախրանան մտնի տուալետ նայեք այնտեղ ման չկա, դուք մտնեք, ձեր ուտելիքը պետք է մի հատ այդ ախրանիկ ուտի հետո դուք ուտեք։ Իսկ դուք զրկել եք ձեզ մարդու նման ապրելու, մարդու է, ոչ թե փող ունեցողի, մարդու նման ապրելու հնարավորությունից։ Դուք երազելու եք, որ դուք նստեք մեկի հետ անկեղծ խոսակ, որտեղ դուք անկեղծ խոսակ, ոնց անկեղծ ինչ պետք է պատմեք, ինչպես եք այսքան մարդու սպանել։ Եկել այդ հնարավորությունը չունեմ, անկեղծ հարցազրույց տա, որտեղ անդադ այդ հարցերը պետք է հնչի։ Ամոն սալան չի բացեցի կար։ Ինչի դատարանի որոշմանը հակառակ գնացի, կամ ինչի այդքան երեխա սպանեցիք, այսինքն դուք այնքան հարցի, դուք չեք կարող նստել ու մարդ զգալ, մարդ, որովհետև ոչ մի քանակի փող մարդուն չի տալի դիմացինի հետ անկեղծ լինելու հնարավորություն։ Դա այնքան մարդկային է դիմացինի հետ անկեղծ ու հանգիստ բաց լինել, որտեղ մարդը սոցիալական էակ է։ Իհարկե դուք սոցիալական էակ չեք, դուք հակասոցիալական էակ եք։ Բայց այս դեմքի արտահայտությունը ինձ բերեց այդ մտքի, որ ինքը երազելու է, որ երբևէ նստի սենց իբր բարոյական մարդ, իբր անկեղծ մարդ, խոսի ցանկացած միջավայրում։ Դեռ բոլոր հարցերը գալու է միանգամից կանոնի դեմը։ Ինչի սպանեցիք այս երեխեքին։ Ինչի սպանեցիք Հայաստանին, կամ ինչի սպանեցիք այս մարդուն։ Եվ այսպես իշխանության լրատվականին հայտնում են, որ օրեր առաջ Հայաստանը տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգի Հայաստանի հյուպատոսարանում առեսպած էին մահով մահացած Բորիս Ավագյանի դին։ Միանգամից հողակավորվել է։ Հողակավորությունը տեղի ունեցել հապճեպ Աճյունը Հայաստան տեղափոխելուց առնվազն 2 օր անց։ Նշենք, որ ողբերգությունից ժամեր առաջ Ավագյանը տեսանյութ էր ուղարկել իշխանությանը եւ հայտնում էր, որ գտնում է հյուպատոսարանում, խնդրում է իրեն արտահանձնել Հայաստան։ Արդյոք Ավագյանի մահվան հանգամանքները պարզելու համար Հայաստանի իրավապահները համապատասխան դատաբժշկական փորձարկություն են իրականացրել։ Իհարկե ոչ։ Գրել, այո։ Իրականացնել ոչ։ Իսկ պաշտպանը բարձ ասում է, չի հավատում, որ իր պաշտպանյանի ինքնասպանությունը։ Պաշտպանը նույնիսկ հնարավորություն չի ունեցել հրավիրի մասնագետների, նեյտրալ, ասենց ասեմ, մասնագետների, որոնք կհիմնավորեն, որ դա եղել է ինքնասպանություն։ Հավատում պաշտպանը, ես չեմ հավատում։ Ալեն, հիշում ես այն լիֆտի մեջ, այն տողուն, որ պատահական վկա է եղել, այսենց գլուխը կերակ։ Դու պատկերացնում ես քեզ ինչ է սպասում, դու ինչքան բանի վկա ես, ինչքան բաներից ես տեղյակ։
ինչքան մարդ կուզի, որ դու կորցնես խոսալուտ ունակությունը։ Դրա ման եմ ասում, դուք ամբողջ կյանքում դատապարտված եք կողքերդ նայելով ապրել։ Որովհետև սա է, դուք եք մցրել ես պրակտիկան, դուք էլ նույն ձեր պրակտիկայով գնալու եք։ Եվ այդ փողերն ու ոսկիները ձեզ չի փրկելու բացարձակապես։ Որովհետև դուք դեռ 44 տարից 5 տարի անց դուք որևէ քաղաքական պատասխանատուի մեջտեղ չեք բերել։ Երկու հատ սպա եք բռնել, ամբողջ 44 օրյա պատերազմի իրենք են դա բաները, հա։ Ոչ մի քաղաքական պատասխանատուի չկա մեջտեղ, անուն նույնիսկ չկա, բայց քաղաքական որոշումներն ովքեր են կայացել։ Ալի։ Այս հարցերը կան օդի մեջ են ու մշտական են։ Հետո հենց ընդամենը ես այսպես փոքրիկ շերտի մասին եմ խոսում հարցերի։ Ըստ այդի մարդիկ կան, Արսեն Ղուկասյանի նման, որ հիշում եք, չէ՞, ոնց է ճարահատյալ տեսնում է իր հետ մշտապես պայքարող զոհված ծնողները, զոհված երեխեքի ծնողներին ծեծում են ոտերի տակ գցած ոստիկանները։ Հիշում եք, ոնց է մեքենայի մեջից իր ձեռնափայտը վերցել հասել որբերքի, հա։ Այդ մարդիկ այտենց սպասում են, ում ձեռը ինչ հանգնելու, ոնց հանգնելու։ Այդ մարդիկ սպասում են ու դրանք հազարավորներն են։ Ինձ լսում են, ես գիտեմ, մենք կապի մեջ ենք, գրում են, խոսում ենք, ես գիտեմ, դուք չեք ունենալու փախնելու հնարավորություն։ Ձեզ ուղղակի իմ պարտքն եմ համարում ամեն օր հիշացնել, ամեն օր։ Եվ այսպեսի հարց են տալի, այն որ աշխարհով մեկ ֆրֆռում ես, պատմում տեսեք ինչ մաքուր փողոցներ ունեն, ինչ լավ ժողովուրդ է, օրինակ վերցրել։ Իսկ Նուբարաշյանի աղբավարի ծուխը քթից չի հասնում։ Ասում են, այդ ծուխը հենց քո քաղաքական խաղաղության ծուխն է, թունավոր արտանետումներով, վտանգելով, խեղդող հոտով, մի տարբերությամբ Եվրոպայում նման հոտը պետությունն է մարում, իսկ մեզ մոտ ժողովուրդն է խեղդվում։ Հիմա հարց ուղղակի էլի։ Այս մարդկանց փոխհատուցում լինելու է, որովհետև եթե մի մարդ սխալ տեղից փողոց անցնում կամ տրանսպորտում չի վճարում, անպայման տուգանում եք։ Դուք մի ամբողջ քաղաք թունավորում եք այսպես։ Ձեզ թունավորում։ Մարդկանց փոխհատուցում լինելու է։ Դատաստան լինելու է սրա համար։ Ասեք մեկ ոլորտ, իդեպ, որ սրանք չեն ավիրել, որ աշխատում է, ոչ իման չի աշխատում, ու ինչ որ տեսնում ենք, սա էլի վերջը չի, որովհետև այս այն ինքնաթիռն է, որը 7 տարի թռչել է բացառապես իրան սպառելով եւ իներցիայի շնորհիվ, ինքը ասենց ազատ անկում ընկնում է, ազատ անկում։ Եվ այդ ընթացքում սրանք չեն մտածում ոնց փրկվեն, սրանք մտածում են այդ օդանավի վրայից էլ ինչ պոկեն ծախեն, ընկնում է օդանավը, սրանք այդ ժամանակ էլ մտածում են, թե ում գրպանից էլ ինչ կարան քաղեն, քաշեն, պոկեն, տանեն, եւ օդանավի մասից էլ ինչ պոկեն, իրենք էլ օդանավի վրա մեջ են, ընկնում է, ազատ անկում է, այս վիճակին է, ու մարդիկ պրոպագանդոնները սրանց օդանավի մեջ ասում են, դուք տեսաք ինչ պրոֆեսիոնալ ազատ անկում է սա, դուք տեսաք, բայց դուք զգացիք ինչ ազատ անկում են գնում, բայց ինչ հուսադրող պրոֆեսիոնալ, Ալիևը նաև նախանձում, զգում եք ինչ մակարդակով ամեն ինչ, ոնց է թալանը սենց, ծուխը դուք զգում եք, ինքը սև է, ինքը թունավոր է, բայց դուք զգացեք էլ այդ քուլաները ոնց ասենց ամպերի հետ զուլվում, դուք չեք գնահատում արվեստը։ Այսպես անառակի ծնունդներ կան, որ երևի չգիտեմ, դրանց ծնողը չի բերել, դրանց արագիլն է բերել, կամ ասենք, չգիտեմ, քյալամի մեջից են կնել կաղամբի։
կամ ինկուբատորում են դրանք առաջացել, ես չգիտեմ, բայց դրանց հաստատ մայր չի լուսաշխար բերել, էլի։ Բայց սա եմ ուզում լսենք։ Նուբարաշենի աղբավայրում ճապոնական Շիմիզու ընկերության կողմից 6 տարի առաջ ներդրված բիոգազի այրման 3 թանկարժեք մխոսներից 2-ը երբեք չեն գործարկվել։ Երևանի քաղաքապետարանին անհատույց տրամադրված ավելի քան 2.5 միլիոն դոլարանոց կայանը, որը կարող էր աղբավայրի թունավոր արտանետումները 21 անգամ կրճատել, ընդամենը իր հզորության 1/3 չափով է աշխատում։ Դեռ 15 տարի առաջ ճապոնացիները եկել են Հայաստան, տեսել աղբավայրի սարսափեցնող վիճակն ու պատրաստակամություն հայտնել 8 միլիոն դոլարի ներդրում անել եւ աղբավայրից արտանետվող մեթան գազը այրելով էլեկտրաէներգիա ստանալ։ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանն անձամբ մասնակցել է Երևանի քաղաքապետարանի եւ ճապոնացիների միջև տեղի ունեցած բանակցություններին։ Երբ որ պայմանագրի կնքման ժամանակն եկավ, այնտեղ արդեն կոնկրետ Շիմիզու կազմակերպությունը եւ քաղաքապետարանը սկսեցին վիճարկել որոշ հարցեր կապված նպատակահարմարության հետ ծրագրի։ Երևանի քաղաքապետարանը ինչ որ ռիսկեր էր տեսնում, օրինակ ասում են, որ հայկական կողմը ռիսկ ունի։ Ինչ ռիսկի մասին կարող է լինել խոսք, եթե ամբողջ ներդրումները առանց բացառությամբ կատարում էր ճապոնական կողմը, այսինքն ամբողջ ռիսկերի շրջանակը ճապոնական կողմի ռիսկերն էին։ Ես թիվը հիշեցի 15 տարի առաջ, դա նշանակում է 2010 թվին։ Սերժիկ, բան չունես ասելու։ Այդ ինչ ռիսկերի մասին էր խոսքը, փողդ չէին տալիս։ Սերժիկ, արա դու ինչ թշնամի ես եղել ես պետության։ Բոլորը Նիկոլն ես, դու կարայիր Նիկոլ ծնեիր, էլի։ Հասուն 15 տարի առաջ, ասկան 2010 թվականի, ես այս ծրագիրը հիշում եմ, մենակ սա չէ, ես հիշում եմ նաև հյուսիս-հարավ ճանապարհը, որ չինացիներն էին երի փողը տալի, ոչ փողեցիր, ասի փողը տվեք մեզ, մենք սարքենք, 1.5 միլիարդ փող կերած ու բանը, մինչև հիմա 1.5 միլիարդ փող եք վերցրել, հյուսիս-հարավ ճանապարհի վրա, 5%-ը չեք կարծել, ու տես բացակ, նույն ես, Մինչ այժմ էլ Արամ Գաբրիելյանի համար անհասկանալի ու անընդունելի են քաղաքապետարանի մատնանշած ռիսկերը եւ պնդում է, որ հայկական կողմն ընդամենը շահագրգռված չէր չափազանց շահավետ ծրագրի իրականացման հարցում։ Մեր քաղաքապետարանի կողմից ես չեմ նկատել այդպիսի շահագրգռվածություն։ Արդյունքում քաղաքապետարանը ծրագրին հատկացրել է նախատեսվածից 5 անգամ պակաս տարածք, ընդամենը 8 հեկտար, ինչը բավարար չէր տեղադրված բոլոր 3 մխոսները գործարկելու եւ էլեկտրաէներգիա ստանալու համար։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի բնապահպանական քաղաքականության խորհրդական Գեորգի Արզումանյանը տեղյակ է այս կիսատ մնացած ծրագրի մասին։ Հայաստանի կառավարությունը եւ ճապոնական ընկերությունները չկարողացան վերջնական համաձայնության գալ։ Դա տարիֆների հետ կապված խնդիր էր էներգիայի, դա էներգոցանցերին մատակարարման խնդիր էր, էկոնոմիկայի նախարարությունը որոշակի խնդիրներ ուներ եւ այլն։ Հայաստանի վերահսկիչ պալատը ճապոնական ծրագիրը ձախողելու համար քննադատելով Երևանի քաղաքապետարանին եւ Հայաստանի կառավարությանը իր 2013 թվականի հաշվետվության մեջ անդրադարձել էր էկոնոմիկայի նախարարության առաջ քաշած խնդիրներին եւ նշել նախարարությունը վերապահումներ է ունեցել ծրագրի իրականացման նպատակահարմարության առնչությամբ, պատճառաբանելով, որ ճապոնական ընկերությունը մենաշնորհային դիրք կունենա Նուբարաշենի աղբավայրում, որը կսահմանափակի աղբահանություն իրականացնող այլ օպերատորների ներգրավման հնարավորությունը։ Զգացիք, այլ օպերատորների ներգրավման հնարավորությունը։ Ուտես մնացել է։ Այլ օպերատորներ չկան, հոսանք չի արտադրվում, բայց ծուխն ու հոտը երևանցին շարունակում է 15 տարի շնչել եւս, այսինքն սա 15 տարի առաջ կարող է վերանալ։ Ես նորից եմ ասում, գնացեք աֆրիկյան երկրներ, այն էլ ոչ բոլոր երկրներում կարող եք դուք տեսնել, որ սենց բացօթյա աղբ կա։ Սա տեղով թույն է, չեմ ասում էսթետիկական մասը։
Մինչդեռ ճապոնացիները պնդել էին, որ իրենք մենաշնորհի չեն ձգտում եւ որ հետաքրքրված են միայն բնապահպանական ծրագրով, որի միջոցով Հայաստանը նաեւ այլընտրանքային էլեկտրաէներգիայի ստացման հնարավորություն կունենա։ Ընդգծենք նաեւ, որ հայ-ճապոնական ծրագրի համաձայն էլեկտրաէներգիայից ստացած եկամուտը եւս պետք է տնօրիներ Հայաստանը, տվյալ դեպքում Երևանի քաղաքապետարանը։ Բնապահպանության նախարարությունը, որ բանակցությունների ընթացքում եղել է հայկական կողմի լիազորված մարմինը, կիսատ մնացած ծրագրի եւ միլիոնավոր դոլարների ներդրումը կասեցնելու պատճառների մասին լռում է։ Նախարար Արամայիս Գրիգորյանն Ազատության հարցին ի պատասխան ասաց. Դա թերի է մնացել, իրականացվել է ծրագիր եւ ամբողջական չի իրականացվել։ Դուք գիտեք, դա իմ ժամանակահատվածում չի եղել, ես այդ հարցին եկեք չպատասխանեմ։ Քաղաքապետարանի կոմունալ վարչության աղբահանության բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը հերքում է հայկական կողմի մեղքն ու պնդում, որ միլիոնավոր դոլարներ ներդրած եւ աղբավայրերի վերամշակման ոլորտում մեծ փորձ ունեցող ճապոնացիներն են սխալվել իրենց հաշվարկներում։ Ճապոնացիներն էլ սխալվելու, շփոթվելու իրենց հաշվարկների մեջ իրավունք ունեն։ Եկել են փողը տալիս են, ամեն ինչ անում են, առաջարկում են ճապոնացիները, որ Ճապոնիա է ստեղծել։ Այդ ասում են դուք խոշ չեք, էսից ձև եք ապրում։ Իրանք սխալվել են իրենց հաշվարկների մեջ, այո, իրանք իրենց հաշվարկների մեջ մեծ սխալ են թույլ տվել, մտածելով, որ իրանք կարող է լավություն անեն, առանց դիմացինին փող տալու։ Այսինքն Սերժիկն ասել է ինձ փող տվեք, որ ինձ լավություն անեք, սրանք ասել են, զարմացել են երևի, ասել են մենք կգանք ամեն ինչ կանենք, քեզ ինչ փող տանք։ Չէ, այդպես չի լինի։ Այ սխալ հաշվարկը ճապոնացիների հենց այդտեղ է։ Պատկերացնում եք, ճապոնացիները հաշվարկ չգիտեն, հենց այդ Ճապոնիային նայի ու սրանց երկիրն նայի։ Սխալ հաշվարկ են արել Ճապոնիան։ Բա իրանք էլ կանաչ սխալվել են, ինչի՞ չէ։ 2009 թվականից մինչ այսօր ՄԱԿ-ի տվյալներով Նուբարաշենում բիոգազի այրման միջոցով կրճատվել է ավելի քան 100,000 տոննա ածխաթթու գազ։ Ծրագրի ամբողջական իրականացման դեպքում այս թիվը կեռապատկվեր։ ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը համոզված է, որ այսօր էլ հնարավոր է Նուբարաշենում իրագործել էլեկտրաէներգիայի ստացման ծրագիրը, սակայն հայկական կողմից գոնե առայժմ ընդառաջ չեն գնում։ Մենք մեր ինադու ենք ապրում։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր կյանքը դժոխքի վերածվի։ Ամեն ինչ։ Այն ինչ որ կատարվում է իմ Հայաստանի հետ, Ամուսարի հետ, աղբահանության հետ, ընդհանրապես մեր ապացուցում է մի բան գլոբալ իմաստով, էլի։ Որ մենք հավաքական որպես ժողովուրդ ներեք ինձ, բայց սա փաստ եմ որպես ասում։ Մենք ամեն ինչ արել ենք, որ մեր գոյությունը հնարավոր չլինի։ Այսինքն մենք մեր գոյությունը, շարունակական ապրելը, առողջ ապրելը, արժանապատիվ ապրելը մոտեցել ենք անհնարինի մակարդակի վրա, որ նայես ոնց կարա մի ժողովուրդ ինքն իրան տես վերաբերվի։ Այդպես է, սա փաստն է։ Գիտեք ինչի։ Լավամարտելնելով։ Ուզես լավամարտելնելով, պասիվությունով, քցնելով, հա, կոմֆորտի գոտից դուրս չգալով, սեփական երկրի նկատմամբ զերո պատասխանատվության զգացումով, զերո։ Դե երաշների մեջ մի հատ լավ խոսք կա։ Շուշուտ եմ ասում են լավ տղեն մասնագիտություն չի։ Լավ տղեն զերո է առանց լավ գործողությունների։ Լավ ժողովուրդը զերո է, դա ֆիկցիա է, դա միֆ է առանց լավ ժողովուրդ, առանց լավ գործերի։ Հիմա ես եմ ուզում հարցնել բեմ ժողովրդին։ Բա մեր գործերն ուր այցալներ տան։ Մեր գործերն ուր է։ Էսա մեր գործերը։ Հիմա իհարկե կասեն, դա Սերժիկները, սի Սերժիկները, դեսի Նիկոլն են, քաղաքապետները, ես քաղաքապետներ, ես են նախարարներ, ես են ժո լուսնից են իջե դրանք։ Կարող մեր արտադրանքը չէ։ Մենակ Սերժիկը, մենակ Նիկոլը, այս ամեն ինչը մենակ չէր կարող անել։ Այսօր, հիշում եք, ես էլ խոսեցի, որ հմեկում ֆիլտրա դրված արդեն, ցենզուրա կա, որ ցանկացած երգ, ցանկացած տեքստ, ցանկացած բանաստեղծություն, ցանկացած բան, որ կգնա կլիպ, վիդեո, կինո, որտեղ հանկարծ կլինի Արարատ բառը, նախորդ ասում են կան հանի, կամետի չի գնալու։
Այսօր միանգամից արձագանքեցին բազմաթիվ իմ երաժիշտ ընկերներից, բազմաթիվ պրոֆեսորայից սկսած միջև սովորական պրակտիկ երաժիշտներ, որ ամեն օր տարբեր տեղերով, տարբեր ձևերով առնչվում են պետական մարմինների հետ, նաև հմեկի հետ։ Ասին, բայ Վարդան ջան, դու ասեցիր Արարատը, բայց դու մոռացած այսպես նաև Արցախը։ Արցախ, ցեղասպանություն, այդ բառերը չկա, չի կարող լինի, եթե մի բան ես կատարում, նույնիսկ բաներին, կոլեկտիվներին երկացանկը ֆիլտրում են, լսում են, նայում են, բառերը կարդում են, Արցախ, Արարատ, ցեղասպանություն, բառերը կա թե չէ։ Հիմա հարց եմ տալի։ Այս ամեն ինչը մենակ Նիկոլն է անում։ Թե եւս մի տականքար շերտ Փիրուզներ, Վիգեն Ավետիսյաններ, հա, ասենք հիմա Վիգեն Ավետիսներ, չգիտեմ, անունից շատ կարամ ասեմ, հա։ Այդ մենակ մի հոգի չի, չէ։ Դրանք որտեղից են իջել, որտեղից են առաջացել։ Հիմա ես հմեկին եմ հարց տալի աշխատողներին, որոնք իրենց մարդ են համարում, տեսեք։ Այն տականքներին չէ, որ սա իրականացնում են, որոնք իրենց մարդ են համարում։ Դու գիտեք, չէ, դրանք ովքեր են։ Կարեք ինձ այդ անուններն ասեք բառը, գրեք։ Եթե դուք չեք կարող տեղում իրանց վրա ազդեք, տեղում սաբոտաժ անեք, որ խափանվի այդ ծրագիրը։ Այս հանցագործությունը ինձ անունները տվեք, ես ասեմ դրանք ովքեր են։ Թող ժողովուրդն իմանա, որովհետև վաղը մեկ ասես մի բան լինելու է։ Պատկերացեք հմեկի մեծ ամենամեծ տաղավարում հավաքում են ժողովուրդը, սիրում են, չէ՞, այս կողքերով կոլիզեի նման ժողովուրդ հավաքել։ Բառը ասենց հավաքելու են, ու այդ մարդկանց կանացնելու դες դեմը։ Ու ուղիղ եթերում ով ինչ մտածում է դրանց պետք է ասի։ Կանի թե չի անի, կմտածենք, հա, այդ բանը ոնց ենք անելու։ Կմտածենք ինչ անենք, բայց ուղիղ եթերում այս անունները ինձ պետք է այսօր գրեք, մենք էլ իմանանք ովքեր են դրանք։ Ովքեր են դրա վրա աշխատում։ Ով է ու զանգում։ Կոլեկտիվները ես գիտեմ արդեն մի հսկայական կոլեկտիվների ցուցակ գտեցին, որ կոլեկտիվներն են այդպես բավի։ Ես այդ կոլեկտիվների անունը չեմ ուզում տամ, որ իրանք ավելորդ թիրախ չլինեն, բայց անողներին է պետք, անողների, զանգողների, այդ որոշումը կայացնողների լրիվ ցանկը անուն ազգաններով պետք է ինձ գրեք տվեք։ Կամ մենք կմաքնենք մեր աղբը կմաքնենք ու կվառենք, կամ աղբը կվառի մեզ։ Այդ աղբը որտեղ սրբություն չունի, ինքը փողի դիմաց, ինքը կիլլեր է, ինքը ինչ տարբերություն դու մարդու հոգին ես սպանում, թե մարդու մարմինը, տարբերությունը որն է, դա կիլլեր է, դրանք փողով մարդը սպանում են, վարսկան, այդ վարսկանները և իրավապահ մարմիններում են, և հմեկում են, և պետական կառույցներում են, բոլոր տեղերը կան, տվեք ինձ դրանց անունները, հերթով ես դրանց վրա անցնեմ։ Թող դրանց տանեցիք էլ իմանան իրանց երեխեքը կամ իրանց չգիտեմ տան անդամները ինչ են անում։ Արագ գնանք աշխարհով տեսնենք ինչ է կատարվում, վերադառնանք Հայաստան։ Ուրեմն այսպեսի մի երկիչ կա հայտնի լեսի, որ նկարը դրա։ Լավ, ինչ որ է, դա եվրոպական հայտնի երկիչներից մեկը անհասկանալի բան չի։ Ուրեմն չեղարկել են դրա բոլոր համերգային ելույթները Բելգիայում եւ Թուրքիայում նույնիսկ, որովհետեւ ինքը իր սոցիալական մեդիայում աջակցություն է հայտնել Իսրայելի ցեղասպանությանը։ Եվ այսպես, ես որ ասում եի, սա ձնագնդիկի նման մեծանալու է, պրոիզրայելական, այդ սիոնիստական, այդ ցեղասպանական ծրագրերին աջակցողները, երբ որ մեկ տարի առաջ երկիրը իրանք էին, գլոբուսը իրանք էին ղեկավարում, իրանք էին ասում ով ինչ ունի, իրավունք ունի շնչելու, արտաշնչելու, համեր չափ տալու, համեր չափ չտալու, երկելու, չի երկելու, այսօր իրանց են ասում, իրանք իրավունք ունեն կոնկրետ երկրներում ելույթ ունենալ, թե չէ։ Փոխվում է արագ շատ աշխարհը։ Այս ալեն մալենները սանք ախր ինտելեկտները չի հայրիքում էլի, որ սրանք հասկանան այդ կապը, բայց ես ու գիտեմ, դրա համար էլ հանգիստ ասում եմ, տղեկ, դուք պետք է խնդրեք, ընկնեք մեր ոտքերը, ասեք ինչ կլինի, մեզ ապահով գոնե, մի հատ sense վանդակի մեջ դրեք,
որ գոնե մարդկանց ձեռքերը մեզ չհասնի, հերևից քֆուրները լսենք մենակ գոնե ձեռքերը ճանկերը մեզ չհասնի, ծվեն են անել, եթե դուք չհասցնեք, մտնեք խացելով ուղղակի, այն ինչ որ կատարվում է աշխարհում այսօր, իներցիան բերելու է այդ ամեն ինչը նաև դրա, շատ շուտով, նույնիսկ Լոնդոնի խորհուրդը հակասեմիտիզմը հանել է վիրավորանքների շարքից, ասկի իրանք ունեցել են փաստորեն ատելության խոսքի մեղադրանք, անտիսեմիտիզմը հանել են այդտեղից, այսինքն եթե դու արդեն մեկին անտիսեմիտիզմի մեջ են քեզ մեղադրում, դա էլ արդեն բան չի, քրեորեն հետապնդվող բան չի, Լոնդոնի խորհուրդը, քաղաքային խորհուրդը, հասկանում եք այս իներցիան ուր է գնում, հասկանում եք, ես ասում եմ, եսի անհետևանք չի անցնելու, գալու է հասնի Ադրբեջան ու Հայաստան, անպայման, ես ուզում եմ ես եռանկյունին նայեք, սա արագորեն իրականացնող ծրագիր է, Նետանյահուն չի հանգստանալու, ինքը Պաղեստինը տալով չի վերընկնելու տեղը, հիմա էլ աֆղաններին են համոզում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների զինվորները հետ վերադառնան այնտեղ, որպեսզի այս 3 տեղից կարողանան խփեն Իրանին։ Աֆղանները չեն համաձայնվում։ Այսօր արդեն բանն է սկսել պատերազմ, զորքեր են մոտեցնում սահմաններին բանի կողմից։ Պակիստանի կողմից։ Պակիստանից կողմից արդեն զորքեր են մտցում, խառնում են, ոնց հնարավոր է, որ Ամերիկան իր բազաները վերականգնի, որպեսզի այս եռանկյունով խփեն Իրանին։ Իրանն էլ այդ ամեն ինչը շատ լավ գիտի ու զգուշացնում է, որ իրենք ամեն ինչին հետևում են եւ դաժանորեն պատժելու են Իսրայելին։ Դաժանորեն, ոչ մեկ դրա վրա չկասկածի։ Եվ ամենավերջում Ջան, կներեք, ես այսօր շատ չեմ կարող խոսել, 1 ժամից ավելի արդեն խոսում եմ։ Ես այս գրքի մասին եմ ձեզ ուզում տեղեկացնել։ Փաստորեն այսպիսի գիրք է հրապարակվել։ Կարո Վարդանյանն է հեղինակը, Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն։ Ուզում եմ կարդամ սա ինչի մասին է։ Ինչու արժե կարդալ այս գիրքը։ Սա արդեն 5-րդ անգամն է վերահրապարակում այս գիրքը, Ասալայի գործողությունների մասին է գիրքը, որը նկարագրում է գործողությունները, մանրամասները եւ զուգահեռներ է տանում այսօրվա հետ։ Շատ հետաքրքիր է։ Ես կարդացի ամբողջությունը, ես նկարագրությունը գրքի շշմելու զուգահեռներ կա, այն ժամանակվա գործողությունների եւ այս վիճակի հետ, կարծես թե ակնարկելով, որ նույնն է վիճակը եւ կարող է նույնանման գործողությունների կարիք լինի։ Եթե ես ցույց տամ նորից այդ բանը, կարող եք, եթե կա Հայաստանի գրախանութներում, կարող եք հարցնել, այսպես է։ Պայթյուններ Թուրքիայում եւ ոչ միայն։ Մի խոսքով։ Ես էլ իմ մասով ուզեցա օգտակար լինեմ գրքի հեղինակին, թող տարածվի, թող մարդիկ վերհիշեն իրենց ապստամբ տեսակի մասին, նաեւ միջոցների մասին։ Ես ոչ մի բանի դեմ չեմ։ Հիմա մարդ կա ասի, դուք տերորի դեմ եք, հայ, չէ, ես տերորի դեմ չեմ։ Տերորի կողմնակից եք ինչ դրի ասեն։ Ասես, սա տերոր չի, սա ինքնապաշտպանություն է։ Այդ տերորը այն է, ինչ որ անում են մեր նկատմամբ։ Հասկացա՞ք։ Սա ինքնապաշտպանություն է։ Ու ես ինքնապաշտպանության կողմնակից եմ, ընդ որում ցանկացած ձևով ինքնապաշտպանության։
նույնիսկ ոչ համարժեք ինքնապաշտպանության ես կողմնակից եմ։ Այսինքն թշնամին պետք է իմանա իր մի փոքր քայլի դեպքում ինքը այսքանը պետք է ստանա իր գլխին։ Ես դրա կողմնակիցն եմ։ Դրա կողմնակիցն եմ։ Այլապես հնարք չկա այսօրվա մեր իրավիճակում։ Տերով, բաներով, ռևերանսներով, ծորագրություններով, այս հետ դարը չի, ոչ էլ մեր թշնամու համար է երբևէ դա նշանակություն ունեցել։ Ինքը մի բան մենակ հաշվի առել։ Դու ինչքան խորը եւ ցավոտ կարող ես իրան վնասել։ Դա կլինի ասալայի գործողությունով, դա կլինի ոչ adekvat գործողություններով, ոչ ռացիոնալ կներեք, ոչ adekvat, հա, ասիմետրիկ գործողություններով, բայց ինքը մի բան պետք է միշտ իմանա։ Քո ցանկացած գործողության դեմ ինքը անհամեմատ մեծ վնասներ է կրելու։ Անհամեմատ, որոնք չի կարող կառավարել։ Այն ժամանակ սկսեն նոր քոյ հաշվի նստել։ Իսկ այսօրվա թշնամին մեր մոտ հենց կառավարությունն է, հենց Հայաստանում է նստած, այս մեր շուրջն է։ Շուրջը։ Այսօրվա մարզկանը կհանդիպենք ժամը 17:00-ին ուղիղ եթերում։ Գրեք ձեր հարցերը։ Լավ մնացեք։